Բարտիրոջ ժողովրդյան։ Օրհնյալ է մեր երկնավոր արքան, իր անունը փառավորվի եւ մեծարվի։ Ես մի քանի րոպե քուրեր եղբայրներ ուզում եմ ուշադրություն դարձնեմ Սուրբ Գրքից մի տեղի վրա եւ մի քանի կարեւոր մտքերի հետ խորհրդացել եւ կիսվել այսօր։ Որ այս քանի օրերի մեջ ես սրա վրա խորում եմ, մտածում եմ։ Խոսքը վերաբերվում է երկրորդ Կորինթացիս առաջի գլխի 12 համարին, երկրորդ Կորինթացիս առաջի գլուխ 12 համար, որովհետև մեր պարծանքը սա է, մեր խշմտանքի վկայությունը, որ սրբությունով եւ Աստծո պարզությունով եւ ոչ թե մարմնական իմաստությունով, այլ Աստծո շնորհքով վարվեցինք աշխարհի մեջ։ Առաքյալը գրում է այսպիսի խոսքեր, որ մեր պարծանքը սա է, մեր խշմտանքի վկայությունը, սրբությունով եւ Աստծո պարզությունով, ոչ թե մարմնական իմաստությունով, այլ Աստծո շնորհքով վարվեցինք այս աշխարհի մեջ։ Այսօր իմ պարծանքը ի՞նչն է։ Ի՞նչն է իմ պարծանքը այսօր։ Այս հարցը շատ հաճախ սիրելիներ, երբ որ մենք անկեղծ տալիս ենք եւ մտնում ենք մեր ներքնաշխարհը, տեսնում ենք, որ շատ ժամանակ մեր պարծանքը ոչ թե մեր խշմտանքի մաքրությունն է, մեր պարզությունն է, աստվածային շնորհն է, այլ շատ հաճախ մեր պարծանք ուրիշ բաներ է լինում։ Եվ այսօր, քանի որ Աստված ինքը ողորմած բարեգութ Տեր է, ուզում է, որպեսզի մենք կարողանանք հասկանանք ամենակարևորը մեր կյանքի իմաստը։ Առաջինը, որ մենք կարողանանք մեր խշմտանքը մաքուր պահենք։ Նայեք, սիրելիներ, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 11 համարից այսպես ասում. «Արդ Տիրոջ ահավորությունը գիտենալով մարդկանց համոզում ենք, բայց Աստծո առաջ հայտնի ենք եւ հույս ունենք, որ ձեր խշմտանքն էլ հայտնի ենք»։ Ասում է Տիրոջ ահավորությունը գիտենալով մարդկանց համոզում ենք, բայց Աստծո առաջին հայտնի ենք եւ ես հույս ունեմ, որ ձեր խշմտանքին էլ հայտնի ենք։ Այսինքն ինչ ահավորության մասին է խոսում առաքյալը։ Ինչի մասին է խոսում։ Ինչի համար է այսպես շեշտեմ։ Այո, բարեկամներ, մի օր կա, որ մենք պետք է անպայման ամենքս Տիրոջ աճանի առաջ կայնենք։ Եղմարման եղբայրը հիշեցրեց։ Ժողովող գրքի մեջ այսպես ասում. գնա ասма ով մարդ, գնա ով երիտասարդ, քո աչքի տեսածով, քո սրտի ցանկացածով, քո ուզածով, ասում ապրի։ Ապրի ինչպես ուզում ես, բայց իմացիր, որ մի օր այդ քո բոլոր արածի համար պետք է ինչ անես։ Պատասխան տաս։ Այսօր սատանան խաբում է մարդին, որ մարդը չխորի, մարդը չմտածի, մարդը չհասկանա, որ ինքը պետքա իր արածի համեմատ հաշիվ տա։ Լա տեսեք, նույն երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխի մեջ, եւ որ կարդում ենք երկրորդ համարն այսպես ասում. այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք եւ խորամանկությամբ չենք վարվում եւ Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունով մեր անձերը ընդունելի են անում մարդկանց խշմտանքին Աստծո առաջին։ Այսինքն այն ամոթալի բաները, որ մեր կյանքի մեջ եղել է, ասма մերժել ենք, որ մեր խշմտանքը մաքուր լինի։ Պողոս առաքյալը կանգնել էր, երբ որ Ացյանի առջև Կուսակալի առջև խեսում էր Փեստոսի, ասում է, գիտեմ, որ կա, մեռելների հարություն կա, թե մեղավորները, թե արդարները պետք է հարություն առնեն, եւ բոլորը պետք է Տիրոջ աճանի առաջ կանգնեն։ Գիտեք ժողովուրդ ջան, այսօր վերջի ժամանակների մեջ, քրիստոնեության մեջ սատանայի հաջողություններից մեկը կայանում է նրանում, որ համոզի մարդկանց, որ ատյանից ազատ պետք է լինեն։ Ոչ բարեկամներ, բոլորս պետք է Տիրոջ աճանի առաջ կայնենք եւ դատավորը ոչ թե պետք է լինի աշխարհիկ ինչ-որ մեկը, ինչ-որ մի հատ առաքյալ, ինչ-որ մի հատ հրեշտակ, ինչ-որ մի հատ սերով բե, ինչ-որ մի հատ քերով բե, այլ մեզ բոլորի դատավորը պետք է լինի Տերերի Տեր, Տիեզերքի արարիչ Տեր Հիսուս Քրիստոսը։ Ինքը պետք է լինի այդ ատյանի ղեկավարը, ինքը պետք է լինի այդ դատավորը, որտեվ ինքն է քեզ եւ ինձ համար իր կյանքը դրել, որովհետեւ ողջ մարդկության փրկության համար ինքն է իր կյանքը դրել, ինքն է իր արյունը թափել, որպեսզի ամեն նրան հավատացողի հավիտենական կյանք տա։
Եվ դրա համար ինք ուզում է, որպեսզի մեզանից ամեն մեկս մեր խշմտանքները պարզ լինի։ Դրա համար ժողովուրդ ջան, մենք պետք է ամեն կերպ, քանի որ կա այդ օրը, ջանք անենք, որպեսզի մեր մտքերը, մեր սրտերը, մեր ընթացքը, մեր խշմտանքը պարզ լինի, մաքուր լինի Տիրոջ առջև։ Լա նայեք Եբրայեցիս 10-րդ գլխի 22 համարն ինչ է ասում, Եբրայեցիս 10-րդ գլուխ 22 համար, այսպես ասում Տիրոջ խոսքը, Աստծո տան վրա, ապա թող մոտենանք նրան ճշմարիտ սրտով, հավատքի լրությամբ, մեր սրտերը մաքրված չար խշմտանքից եւ մեր մարմինները լվացված սուրբ ջրով։ Առաքյալը գրում ասում է, Աստծո տան վրա մեծ քահանա ունենք։ Մեր մեծ քահանա ունենք Աստծո տան վրա, ապա թող մոտենանք նրան ճշմարիտ սրտով, հավատքի լրությամբ, մեր սրտերը մաքրված չար խշմտանքից։ Այսինքն հավատքի լրությունը երբ է տեղ ունենում, եւ որ մարդու խշմտանքը մաքրված է չարությունից, մարդու խշմտանքը մաքուր է։ Այսօր շատ հաճախ բարեկամներ, մենք մեր ուշադրություն չենք դարձնում մեր խշմտանքին։ Պողոս առաքյալը շեշտում է, ասում է շատերի խշմտանքը դաղվել է։ Այսինքն ինչ է տեղ ունենում, եւ որ մարդու խշմտանքը դաղվում է, սատանայի ուզածը սա է, որ մարդին էլ այդ զանգը, այդ հանդիմանությունը չգա, որ մարդը մեղքը ջրի նման խմի։ Եվ այսօր մարդիկ մեղքը ջրի նման խմում են, ինչու, որովհետև նրանց խշմտանքը դաղված է։ Այսինքն այդ խշմտանքը մեռած է, էլ այդ ազդակը չի ազդում, էլ ինչքան ուզի ասես չի օգնում։ Եթե ուշադրություն եք դարձրել, ինչ որ մեկը եթե գնացել է, ասենք, բժշկի ներվային են ասում, ոնց են ասում, ներվախիրուրգ, ներվային բժշկի մոտ, այս մարդիկ մի հատ չաքուչ ունեն իրանց ձեռներին, եթե ուշադրություն եք դարձրել։ Եվ ինչ ալեմ, առաջի գործը, որ նստասում է, անմիջապես այս չաքչովը սկսում է ծնկներին խփել, այս հոդերին խփել, եւ երբ որ ոտը սկսում է շարժել անկախ իրանից, այս մարդը նայում է, այս մարդի ներվերն աշխատում է, թե չէ։ Այսինքն, եթե մեռած է ներվը, ինչքան ուզի խփես, նա ռեակցիա չի տալիս։ Այդպես էլ քուրս ու աղբերս։ Այսօր ում խշմտանքը, որ մեռած է, նա մեղքին էլ ռեակցիա չի տալիս։ Այսինքն, իր համար սովորական է մեղքը։ Կանի մեղքը, չի անհանգստանա, պրոբլեմ չունի, կարա արդարանա, դենարավ ես էլ անեմ, ինչ տարբերություն, բայց առաքյալն ասում է Աստծո հավորությունը գիտենալով։ Մեր խշմտանքը պետք է Աստծո առաջ ազատ լինի։ Դա համար իմ խնդրանքն ու հորդորը, ամեն մեկս մի հատ ուշադրություն դարձնենք, մեր խշմտանքը այսօր ռեակցիա տալիս է թե չէ, մեղքի հանդեպ, սխալի հանդեպ, անհանգստանում ենք մենք, զղջում ենք մենք, եւ որ մեղքը գործում ենք, կարողանում ենք ազատվել։ Գիտեք, մարդը կարա ներողություն, մարդը կարա նեղված, կռված, խռով, դատելով, բամբասելով, իր համար ապրի։ Ու ոչ մի անհանգստություն չունենա, գիրքը կարդալ, աղոթել, հավատալ Աստծուն, բայց իր համար ապրի, մեղքի մեջ ապրի։ Այս մարդի խշմտանքը մեռել է, ժողովուրդ ջան։ Այս մարդի խշմտանքը մեռած է։ Աստված չի ուզում, որ մեռած մնանք, նա եկել է, որ մենք կենթանանանք, թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք կարողանանք կենթանանանք։ Երկրորդը, ասում է, մեր խշմտանքի վկայությունը, որ սրբությունով Աստծո հետ վարվենք։ Ինչի համար Աստված մեզ կանչել, ժողովուրդ ջան։ Աստված ինչի համար է հավատացյալին, ընդհանրապես ժողովրդին կանչել։ Մեր առաջնային նպատակը բոլորիս, նրանք ովքեր որ Տիրոջն են եկել, ովքեր որ հավատում են Աստծուն, ովքեր որ Տիրոջը կանչում են, նպատակը սա է։ Հռոմեացիս առաջի գլխի մեջ, Կորինթացիս առաջի գլխի մեջ եւ տարբեր տեղեր շատ համարներ կա։ Սա է ասում, Հռոմեացիս առաջի գլուխ 7 համար է ասում. Ձեզ ամենքիդ, որ հռոմում եք Աստծո սիրելիներին կանչված սուրբերիդ, շնորհ լինի եւ ձեզ խաղաղություն։ Կորինթոսի թղթում գրում ասում է, ձեզ նորից կանչված սուրբերիդ։ Այսինքն Աստված մեզ բոլորիս կանչել է մի բանի համար, սրբության, ժողովուրդ ջան։ Մեզ բերել է աշխարհից, քեզ աշխարհից բերել է, որ դու սուրբ լինես։ Ինչ է նշանակում սուրբ։ Այսինքն առանձնացված, զատված, հատուկ նպատակի համար դու ժողովուրդ լինես։ Աստված մեզ բերել է, որ այդ սրբության մեջ գնանք մենք, որովհետեւ այդ սուրբ կյանքը մենք ապրենք, բայց այսօր ցավոք սրտի
Շատ շատերս այդ սրբությունից հեռանում ենք, շատ շատերս այդ սրբության հետ գործ չենք ունենում։ Աստված մեզ բերել է, որ այդ սուրբ վիճակին հասնենք, որտեղ այդ սուրբ վիճակով է, որ մեզ պետք է երկինք մտնել։ Նայեք առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխի մեջ 3-րդ համարը այսպիսի խոսքեր ասում։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 3-րդ համար, որովհետև սա է Աստծո կամքը, ձեր սրբությունը, որ դուք ետ կենաք շարունակումը։ Ասում Աստծո կամք իմ ու քո կյանքի մեջ որն է, մեր սրբությունը։ Աստված ուզում է, որ ես սուրբ լինեմ։ Այսօր ես ինչքանով եմ այդ սուրբ վիճակի մեջ, ժողովուրդ ջան։ Այսօր ես ինչքան եմ այդ սուրբ կյանք ապրում, թե չէ։ Գիտեք, մենակ ասենք փառք քեզ Տեր ասելով չի, հավատալով չի։ Հիշում եք, Տեր Հիսուսը խոսեց եւ ասում է վերջի օրը շատերը պետք է գան ու ասեն Տեր, քո անունով այս հրաշքներն արեցինք, այս զորությունները գործեցինք, դևեր հանեցինք եւ Տերը ասում է պետք է ասի. «Մեկդի գնացեք բոլոր ինչեր անօրենություն գործողներ, ես ձեզ չեմ ճանաչում»։ Բարեկամներ, այսօր ինչքանով ենք մենք այդ սրբության կյանքին նախանձավոր, ինչքանով ենք մենք այդ սուրբ կյանքին ձգտում։ Այսօր գիտեք ինչ անում մարդը, ուզում է համաշխարհին հաճելի լինի, համասուն հաճելի լինի։ Դա անհնարին է, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը շեշտեց, մեկը չի կարող երկու տիրոջ ծառայել։ Անհնար է, մեկը երկու տիրոջ չի կարող ծառայել։ Անհնար է համաշխարհի ուզած կյանքը ապրես։ Համ քու սրտի ցանկություններն ու ուզածներն անես, համ էլ հոգևոր լինես, դա անհնարին է։ Թեկուզ դու կարող ապրես այս երկրավոր կյանքի մեջ, բայց երկինք գնալու համար դու չես կարող հասնել տեղ։ Եղբայրը հիշեցրեց Սիմոն եղբայրը, մի դուռ կա, եւ այդ դուռը սրբությունն է երկինք տանող։ Դրա համար տեսեք Պետրոս առաքյալը ինչա գրեմ իր թղթերի մեջ մեզ համար։ Առաջի Պետրոս առաջի գլխի մեջ 15-16 համարն այսպես է ասում։ Առաջի Պետրոս առաջի գլուխ 15-16 համար։ Ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքում, որովհետև գրված է. սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Պարտիրոջ անձևը գալիս է, որ չվռազեք, էլի։ Ամի դուզ գաք դիմր թրջվեք։ Ամի նայեք ժողովուրդ ջան։ Պետրոս առաքյալը գրում ասում է. ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքում։ Ինչ նշանակում ձեր բոլոր վարքում սուրբ լինել, ժողովուրդ ջան։ Վարքի մասին մենք լավ գիտենք։ Վարքը մենք լավ գիտենք։ Բոլորս սովորել ենք դպրոցներում եւ բոլորս էլ վարքի թվանշաններ ենք ստացել։ Իմ ժամանակ հիշում եմ այդ 70-ական թվականներին այսպես էր։ Ուսուցիչների երեխեքը նրանց վարքը սաղ կամ գերազանցիկ էր կամ լավ էր։ Մեր ասենք մեր վարքը գերազանցիկ չէին դնում։ Պետք է ես իմ գերազանցիկ սովորեի, դպրոցի գերազանցիկ կլեի, որ վարքը կամ օրինակելի գրեն կամ լավ։ Իմ վարքը միշտ գրում էին բավարար կամ մեկ լավ։ Այսինքն ինչի նկատի ունեն այս մարդիկ։ Քու ամբողջ առօրյայի մեջ դպրոցում եղած քու ընթացքի մեջ քու սովորելով, քու դասերին լսելով, քու ուսուցիչների հետ վերաբերմունքին, քու աշակերտների հետ շփվելուն քու վերաբերմունքին։ Հիմիկ Աստված ասում է, որ ձեր բոլոր վարքով ինչ լինեք սուրբ։ Այսինքն թե տան մեջ, թե ընտանիքի մեջ, թե ծնող զավակ հարաբերության մեջ, թե մարմնավոր քուր աղբեր հարաբերության մեջ, թե հարևան հոգևոր հարաբերության մեջ, թե եկեղեցու մեջ, քու եկեղեցու քուր եղբայր հարաբերության մեջ, քու սպասավոր հարաբերության մեջ, քու հովիվ հարաբերության մեջ, թե աշխատանքի վայրը, թե հարևանների հետ, այսօր ինչ վարք ունենք մենք, ժողովուրդ ջան։ Այսօր շատ հաճախ մենք մեր տներ ստեղ եկեղեցում մեզ շատ լավ վարքի տեր ենք դնում, լավ սուրբի տեր ենք դնում, բայց երբ որ դուրս ենք գալիս տեղից, ինչպիսի վարք ունենք։ Գիտեք ինչքան մարդիկ են զանգում, ինչքան մարդիկ են հանդիպում, ինչքան մարդիկ են գալիս ու մեկ էլ տեղ անհավատ մարդ է, այ ախպեր ասում է, էս հավատացյալը, Արտակ եղբայր կամ զանգում Արմեն եղբայր, Անդրանիկ եղբայր, կամ էս ինչ եղբայր, կամ էս ինչ քույրիկ, այ ախպեր ասում է, էս հավատացյալը։ Հար ասում է, եկել անտեղի տեղը մեզ վիրավորում, բանում, հլավի բան է մենք ենք մեկ պարտականել եմ։ Այսինքն վարքը ինչպիսին է։ Բայց այդ մարդը հավատքի մեջ հավատացյալներին ցույց է տալի, որ իրանից սուրբ հոգևոր մարդ չկա։ Այս ինչպիսին է ժողովուրդ ջան։
Թող Տերը օգնական լինի մեզ, որ մեր վարքը ամենուր օրինակելի լինի, սուրբ լինի, որովհետև մեզ Աստված հատուկ կանչել է սուրբ լինելու համար։ Իսկ այդ սուրբը ամենտեղ սուրբ է։ Ամենտեղ սուրբ է։ Հիմա օրինակ բերեմ, կոպիտ օրինակ։ Մեկը ասենք սիրում է օղի խմի։ Խմող մարդ ասենք։ Հիմա այս խմող մարդը մենակ իր տանն է խմում, որ ասենք Կիրովականից տեղից գնաց Լեննական չի խմեմ ընդեղ։ Կամ գնաց Երևան չի խմեմ, կամ Ռուսաստան գնաց չի խմեմ։ Խմող մարդ ուր էլ գնա պիտի խմի, թե չի խմեմ։ Հենց ժողովուրդ ջան, հենց տեսել եք, որ ասենք կամ ասենք մեկը բամբասող մարդ է, մեկը ուրիշ վատ վարքով ապրող մարդ է։ Կարող է այդ մարդը, որ իր տարածքից դուրս եկավ արդեն էլ չի անում այդ սխալները, եթե տենց էլ էր աշխարհում ոչ մի հանցագործություն չէր ելի։ Այն միտեղից կվերնեն, կտեղափոխեն, այն միտեղից էլ ընդեղ կտանեն, այդ խմող խեղճ կինը, որ սաղ կյանքը մարդի ձեռին տառապել է խմելուց, եթե Կիրովականից դուրս գնար Լեննական կապրեր, մարդ էլ չէր խմի իր համար, երջանիկ կապրեր էլի։ Բայց խմողը ուր էլ գնա պիտի խմի։ Չխմողը ուր էլ գնա պիտի չխմի։ Սուրբը ուր էլ գնա պետքա սուրբ լինի։ Մեղավորը ուր էլ գնա մեղավոր պետք է լինի, եթե չապաշխարեց։ Համարտերն ասում է, ձեր բոլոր վարքով սուրբ եղեք։ Որտեղ մենք օրինակ ենք, սիրելիներ, մենք օրինակ ենք սկսած մեր ընտանիքից, իմ ծնողներից, իմ զավակներից, իմ հարևաններից, իմ բարեկամներից, իմ եկեղեցուց, իմ ժողովրդից ես օրինակ եմ, դու օրինակ ես, ինչպիսի օրինակ ես։ Համարտերն ուզում է, որպեսզի մենք սուրբ լինենք։ Ասում է, մեր պարծանքը սա է, մեր խշմտանքի վկայությունը սրբությունով։ Թող Սուրբ Հոգին օգնի, որ այդ սրբությունը մինչև վերջ մենք պահենք, որտեղ Հայտնության 21-րդ գլխի 11 համարի մեջ ասում է, որ վերջի ժամանակ սուրբ ավելի պետք է սրբվի, կեղտոտ ավելի կեղտոտվի։ Եվ այսօր մենք վերջի ժամանակների մեջ ենք։ Երեք գալիս եմ Գյորան եկեղեցու շինարարության հետ, տեղից գալիս եմ, կայնած են մարդիկ, դե կանգնում եմ, վերցնում եմ, մեքենան դադար գալիս է, մարդիկ են թողան։ Հիմի նստել է, մի հատ երիտասարդ է վրաստանցի հայեր, թիլվիզեցի, հիմի նստել է գնում է, մինչև որ բերանս բացեցի, որ խոսամ մեկ է ինքը, այ հոպար ջան, ինչ տիլի մեր վերջը, ոնց տիլի, ասա գիտեմ ինչ տիլի, դե այ տղա ջան։ Ժողովուրդ ջան, ասում այս աշխարհը չարացել է, մարդիկ չարացել են, ասեմ հա տղա ջան գրված է, դա Տիրոջ խոսքն ասում։ Հիմի քուրս ու աղբերս, սուրբը պետք ավելի սրբվի։ Եթե քու խշմտանքը քեզ չի հանդիմանում, քեզ չի վեր կասնում, որ քու սխալներից, մեղքերից ազատվես, դու լա դեռ ասու այդ գործ չունես։ Եթե Սուրբ Հոգին կենթանացրել է քեզ, ամեն մի մեղքի համար դու պիտի չքնես, ամեն մի սխալի համար դու պիտի հանգիստ չլես, դու պետք է հանգստանաս, ջանք անես, ինչքան հնարավոր է շուտ քու սխալից, մեղքից ազատվես, որ այդ սրբության գնաս։ Լա մի հատ նայեք, ասենք, 1000 ներողություն եմ խնդրում, մի հատ կեղտոտ շոր ես հագել։ Այդ կեղտոտ շորը, սիրեմ ես այդ կեղտոտ շորը հագած մնաս։ Չանք ես անում, վռած այդ շորը վրիցդ ինչ անես։ Հանես, ինչի որտև կեղտոտ է, որտև տեսնում ես որ նա կեղտոտ է, հոտը քաշում ես որ կեղտոտ է, զզվելի անա, քեզ հաճելի չի շպրտում ես։ Եղել է դեպքեր, որ շորերով գնացել են բաղնիքն եմ ընկել։ Շորերով սկի չեմ էլ ասել, այդ թոզից կեղտից։ Բայց էլ լավ որ կեղտի մեջ նստել եմ, դուրս եկել է։ Այսինքն ժողովուրդ ջան, ով որ Սուրբ Հոգին ում հետ որ գործում է, ով որ ձգտում է, այդ սրբությանը նա պիտի ամեն կեղտից դուրս գա։ Որտեվ ինքը կանչված է սուրբ լինելու, Աստված քեզ կանչել է սրբության։ Բայց այսօր մարդը մեղքի մեջ հարատևում է։ Նշանակված է, հեչ պրոբլեմ էլ չունի, տենց էլ տարիներով կմնա։ Այն ինչ սխալի մեջ, այնից մեղքի մեջ, անհանգիստ իր համար, հա դե ինչ կլի։ Այս մարդը չի սկանում, ինչ գործ ունի։ Թող Տերը օգնական լինի, ժողովուրդ ջան։ Ես շատ չեմ ուզում երկարացնեմ։ Երրորդը ասում է պարզությամբ։ Ասում է պարզությամբ, մենք պարզությամբ վարվեցինք։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 22 համար։ Ասում է մարդու ճրակը հաշկն է։ Եթե հաշկը պաքուր է, մարմինը ինչ է, պարզ է, մաքուր է։ Ինչ է նշանակում պարզ։ Ինչ է նշանակում պարզ լինել, ժողովուրդ ջան։ Պարզ նշանակումը տեսնել դիմացինի կարիքը։
մարդը պարզ աշխով մարդը դիմացինի կարիքը հոգսը պրոբլեմը տեսնում է։ Էսա պարզություն։ Եթե դու քո դիմացի եղբոր քույրիկի հարևանի ծանոթի կարիքը տեսնում ես ու չես արձագանքում, քո աչքը պարզ չի, քո աչքը մաքուր չի։ Տեսեք ինչ ասում Առակաց 22:9 համարը։ Առակաց 22:9 Առակաց 22:9 համարից Բարի աչք ունեցողը օրհնված կլինի, որովհետև իր հացիցը տալիս է աղքատին։ Բարի աչք ունեցողը, պարզ աչք ունեցողը օրհնված կլի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։ Հիմա եթե մարդու աչքը պարզ է, մաքուր է, Տիրոջը տեսել է, Տիրոջը հաղորդ է, նա օգտակար է լմ դիմացինին։ Նա օգտակար է լմ իր դիմացինին։ Իր կարողության չափով հասնում է, օգնում է, անում է։ Այսօր ինչքանով ենք մենք սա անեմ, բարեկամներ։ Այսօր քո աչքը ինչքանով է մաքուր։ Ինչքանով է աչքդ պարզ։ Որտեղ մարդու աչքը չի կշտանում տենալուց, ակարնը չի լսում լցվելուց, հարթ մարդու աչքը ինչ է։ Մի հատ աշխարհիկ օրինակը 1000 ներողություն եմ խնդրում։ Ասում եմ մարդու աչքը ծակա չի կշտանում։ Մենակ մի բուր հողնա կշտացնում։ Սիկը մեռնում է, всё պրստում է։ Հիմի ժողովուրդ ջան, պարզ մաքուր աչք ունեցող մարդը իր դիմացինի կարիքը տեսնում է։ Իր կողքինի կարիքը տեսնում է։ Իր կողքինի դժվարությունը, նեղությունը տեսնում է, օգնում է, հասնում է։ Նայեք, Տեր Հիսուսը ինչ ասում։ Սուրբ գրքի մեջ է, որ մենք կարդում ենք, Հովանու ավետարան 6:40-ը տեսեք ինչ ասում։ Ասում է, որ տեսնեն, բերեք կարդանք, Հովանես 6:40 Տեսեք ինչ ասում։ Եվ սա է ինձ ուղարկողի կամքը, որ ամեն ով որ տեսնի որդուն ու հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, եւ ես հետին օրում կառուցանեմ նրան։ Ասում է, որ որդուն տեսնի ու հավատա։ Ժողովուրդ ջան, հիմա Տեր Հիսուսը 2000 տարի առաջ աշխարհ եկավ, մահացավ, հարություն առավ, գնաց երկինք։ Հիմա մենք հավատում ենք Հիսուսին։ Այդ մեր հավատքը ոնց պիտի ցույց տանք մարդկանց։ Հիմա ոնց պիտի գնամ Հիսուսին բերեմ, որ այդ մարդիկ տենան Հիսուսն իմ մեջ է, թե իմ հետ է, թե իմ գործն է։ Իմ գործերը պիտի տեսնեն։ Ասում է, ով որ տեսնի ու հավատա։ Տեր Հիսուսն ասեց, որ ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Մաքուր աչք մարդը, պարզ աչք մարդը իր ապրած կյանքով է ցույց տալի Հիսուսին։ Այսինքն, երբ որ դու ապրում ես ավետարանի խոսքը, եւ որ դու հասնում ես, օգնում ես, կարեկցում ես, սուրբ կյանք ես ապրում, արդարությամբ, ճշմարտությամբ ես քայլում։ Այդ քո ապրած քո մեջ այդ մարդիկ տեսնում են այդ կյանքը ու փառավորում են քո հորը, որ երկնքում է։ Ես մարդիկ ասում են, այ մարդ, այս մարդը մեր նման չի։ Սա մեր նման չի։ Սա մեր նման չի։ Ինչի՞, որովհետև իրանք տեսնում են քո եւ իր տարբերությունը։ Տեսնում են, որ դու իրանց նման մեկն ես, բայց այսօր էլ այդ չես։ Տեսնում են, որ դու իրանց նման մեկն ես այս գործերի մեջ, բայց այսօր դու չկաս։ Բայց այսօր նայում ես հավատացյալ մարդ է, էլի ոնց կա էլի, մեղքերով, իր տարբեր վիճակներով, այդ չի փոխվել այս մարդը։ Ինչն է փոխվել։ Մենակ անուն է։ Գալիս աստեղ, ուրիշն է ուրիշ տեղ է գնում։ Նա իր սխալն անեմ, դու էլ քունն ես անում, ինչ տարբերություն։ Ասում եմ պարզությամբ, մենք պետքա պարզ լինենք, քուրեր եղբայրներ։ Մենք պետքա պարզ լինենք։ Թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք պարզ ապրենք։ Թող Տերը փառավորվի սիրելիներ։ Եվ իմաստության մասին է խոսում։ Այս իմաստությունը ես չեմ ուզում երկարացնեմ։ Հակոբոսը գրում ասում է, որ իմաստության պակաս ունի, թող խնդրի ու Տերը կտա։ Հոբի 28 համարի 12 համարից հարցնում ասում է, որտեղ է իմաստությունը։ Ման են գալիս ասում է, փնտրում են, երկինքն ասում, ես ասում են ասում, բայց բացատրությունը տալիս է։ Նույն 28 համարի վերջեմ ասում է իմաստության սկիզբը 28 իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Ժողովուրդ ջան, այսօր մենք աշխարհի իմաստության մասին չենք խոսում։ Սաղմոս 2-ի մեջ 111 Սաղմոսի 10 համարի մեջ նորից շեշտում է իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Այսօր շատ մարդիկ ուրախանում են, երեխեքը բարձրագույն են, պաշտոնները բարձրաբան, ասում են խելացի է սա, բայց Աստված ասում ընտրեց։ Ում ընտրեց։
ամենահետիններին, որպեսզի իմաստ մի բան կարծողներին ցույց տա, որ նրանք ինչ են, ունայնություն ու ոչինչ են։ Իմաստությունը նա է, ով որ Տիրոջից վախում է եւ չարից հեռանում է։ Առակացի մեջ գրած ասма իմաստությունը նա է, ով որ չարից հեռանում է։ Թող Սուրբ Հոգին օգնի ժողովուրդ ջան, որ մենք իմաստությամբ վարվենք, որ մենք հեռանանք չարից, որ մենք աշխարհից հեռու մնանք։ Թող Սուրբ Հոգին իր ողորմությամբ զորացնի մեզ։ Եվ վերջին միտքը, որ ուզեմ ասեմ ու վերջացնեմ, շնորհք։ Ինչ է շնորհք, ժողովուրդ ջան։ Մենք շնորհքի մասին շատ ենք խոսացել։ Շնորհք դա Տիրոջ կողմանը մարդուն ծրի պարգև է, որ Աստված պարգևել է մարդին, որ մարդ արժանիք չունի, որ մարդը ոչ մի արժանիք չունի, իրան ծրի նրվեր է տրվել, իր արժանիքներից զուտ առանձին իրան ինչ-որ բան պարգևել է, եւ այսօր Աստված ինքը մեզ շնորհ է տվել։ Մենք ոչ մի արժանիք չունեինք, բայց Աստված իր կյանքը տվեց մեզ համար։ Եվ այդ շնորհքը Աստված Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգու ձեռով այսօր բերել է մեր մեջ։ Եվ այդ շնորհքը ոչ մենակ վերաբերվում է փրկությանը, որ մենք ծրի փրկվել ենք, այլ մեր առօրյային, մեր ընթացքին, որ մենք շնորհքով պետք է ապրենք։ Այսինքն մենք պետք է տարբերվենք ամեն պարագայի մեջ։ Եվ որ մեկը մի լավ բան անում, ասում են շնորհքով մարդ է։ Իսկ որ մեկը մի վատ բան ասում, ասում են այ անշնորհք։ Առաջ մի ուսուցիչները ասում են անշնորհք, չէ՞ դասատուները, բայց առաջ անշնորհք չեն ասում, ակաժներս քաշում էին, խփում էին, բայց մի խեղճ դասատուներ էլ չեն կարող երեխեքի վրա խոսան ծեծեն, շատ ասում են այ անշնորհք խելոք մնա։ Այսինքն այս մարդը կարգազանց մարդ է, իսկ շնորհքով մարդը կարգ ու կանոն պահող մարդ է։ Մենք որպես հոգևոր մարդիկ պետք է այդ շնորհքի տակ լինենք։ Ես ոչ թե պետք է մեղք չգործեմ, ոչ թե պետք է հանցանք չանեմ, որ դժոխք պետք է գնամ, այլ ես պետք է չանեմ, որովհետև ինձ վայել չի, որովհետև ես բարձրյալ Աստծո զավակն եմ։ Այս է շնորհքը, ժողովուրդ ջան, թող Տերը օգնի մեզ, Տերը ողորմություն անի եւ վերջի համարն էլ Երկրորդ Պետրոսի մեջ, այսպես է գրած, Երկրորդ Պետրոս 3:18, Երկրորդ Պետրոս 3:18, այսպես ասում Տիրոջ խոսքը. Եվ աճենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքով եւ գիտությունով, նրան լինի փառք հիմա մինչեւ հավիտյանից ամեն։ Ասма աճենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով եւ գիտությամբ։ Այսինքն ինչ ասա ժողովուրդ ջան։ Մեր պարծանքը սա է, որպեսզի մեր խշմտանքը մաքուր լինի, որպեսզի մենք սրբությամբ, մաքրությամբ, պարզությամբ, իմաստությամբ ու Աստծո շնորհքով աճենք մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը։ Եթե քո պարծանքը սա չի, քո խշմտանքի մաքրությունը, քո սրբությունը, քո ապրած կյանքը, քո պարզությունը, ջինջլելը, որտեղ ասում են մենք Քրիստոսի բաց ինչն ենք, նամակներն ենք։ Եթե չես կարդացվում, եթե դու Աստծո երկյուղ չունես եւ Աստծո վախով չես գնում, դու Աստծո շնորհքից ընկած մարդ ես։ Իսկ եթե ընկած ես, երկնքի այդ մասն ու բաժին չունես։ Թող Տերը օգնի ինձ էլ քեզ, որ տուն գնաս, նորից եմ խնդրեմ, այս 2 Կորինթացիս առաջի գլխի 12 համարը մի հատ կարդա, ու այս կետերը նայի քո կյանքի մեջ։ Ինչքանով է սա քո մեջ կյանք տարած։ Երանի քեզ, եթե դու սրանք ձգտում ես, անես քո կյանքի մեջ, բայց չէի ցանկանա, որ հանկարծ սրանցից մեկը իմ ու քո կյանքի մեջ պակասեր, որովհետև այդ ձևի մարդում կյանքի մեջ պակասին է երկնքի հետ մասն ու բաժին չունի։ Թող Տերը փառավորվի սերներ ջան։ Ես ուզում եմ աղոթքից առաջ մի երկու հայտարարություններ անել, որից հետո կաղոթենք։ Փաստորեն